Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ պետք է ասեմ, որ մի փոքր դադար էր վերցրել Astromix-ը, որովհետեւ հոկտեմբերին ես երկրից բացակայում էի, իսկ երբ վերադարձա, գիտեք, որ նոյեմբերի սկզբին, նոյեմբերի 13-ին տեղ ունեցավ այդ սարսափելի անտիֆեյք YouTube-յան ալիքի ասպատակությունը, կալանավորվեցին մեր բոլորի կողմից սիրված Վազգենը եւ Նարեկը եւ բնականաբար այդ ալիքի բնականոն աշխատանքը մի փոքր խաթարվեց, բայց իհարկե այս թրքապատակ իշխանությունները փաստացի չհասան իրենց նպատակին եւ մենք շարունակում ենք մեր բնականոն գործունեությունը Այնպես որ այդ բոլոր, այսպես ասած, բռնի գործողությունները ազատ խոսքի դեմ, ազատ ինքնադրսևորման դեմ, առհասարակ ցանկացած ազատության դեմ, դրանք պարզապես անարդյունք են նամանավանդ մեր այս զարգացած դարում Սիրելի բարեկամներ, իհարկե ես երազում տեսել էի այս իրադարձությունների մասին, բայց շատ խորհրդանշական երազ էի տեսել շուրջ 2 ամիս առաջ, սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ, բայց այդ ժամանակ մեծ նշանակություն չտվեցի այդ երազին, չնայած երազը շատ պայծառ էր, շատ այսպես գունեղ էր եւ ինձ համար շատ տարօրինակ տված, բայց մեծ նշանակություն չտվեցի այդ երազին, չնայած որ պետք էր նախազգուշացնել։ Երազի բովանդակությունը հետևյալն էր։ Ես շատ ինչ-որ լուսավոր սենյակից դուրս եմ գալիս, անտառեր սենյակ էր, չեմ հիշում, եւ հանկարծակի հայտնվում եմ ազգային ժողովի դիմաց այդ ակադեմիայի մոտակայքում, եւ Դիմացս տեսնում եմ Ալեն Սիմոնյանին լայն ժպիտով 18-17-ի վրա բացած, այսպես բերանը բացած, նա ժպտում էր, թե ծիծաղում էր, շատ ամբովանդակ ժպիտ էր, շատ այսպես քմծիծաղով ժպիտ էր կարելի ասել, եւ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին իր դիմաց եւ ասաց բռնեք իրան Ես իհարկե փորձեցի փախչել, բայց տեսնելով ոստիկանական մեծ զանգվածը, ստիպված է իհարկե հետևել իրենց եւ մոտեցա մեծ մեքենա էր, այդ մեքենան հենց հարմարեցված էր եւ նախատեսված էր մարդկանց կալանավորման համար, բերման ենթարկելու համար, այնտեղ կային ձեռնաշղթաներ պատերից կախված, զանազան այլ բռնության գործիքներ, մեքենան դատարկ էր, հետաքրքիրն է, որ մեքենան դատարկ էր եւ ոստիկանները ինձ այսպես առաջարկեցին բարձրանալ մեքենայի մեջ։ Այսքանով երազը ավարտվեց եւ իհարկե շատ շփոթված եւ ես զարթնեցի Մտքովս բացարձակապես չանցավ, որ իրականում 1.5 ամիս անց նոյեմբերի 13-ին բերման կենթարկեն Վազգենին եւ Նարեկին եւ բացի դա գիտեք որ անտիֆեյք YouTube-յան ալիքի ամբողջ այսպես տեխնիկան, տեսախցիկները, բոլոր շտատիվները եւ այլն տարվել են ԱԱԾ-ի կողմից, այսինքն բացարձակ ասպատակության է ենթարկվել անտիֆեյքի խմբագրությունը եւ ըստ էության այդ երազի ամբողջական բովանդակությունը այդպես էլ կատարվեց, որովհետեւ հենց Ալեն Սիմոնյանն էր այն պաշտոնյան, որը ԱԱԾ-ին բողոք էր ներկայացրել եւ Նարեկին եւ Վազգենին դատում են այժմ խուլիգանության հոդվածով բացարձակ անհեթեթություն, որ ասենք հետույք բառի համար, որը շատ գրական բառ է ԿՊԱ-ականների համար, շատ այսպես բարձրաժեք եւ գրական բառ է։
Ահա այսպիսի անօրինություններ են տեղ ունենում, իհարկե ես նախազգուշացրել էի դեռևս սեպտեմբերին, որ բռնաճնշումները գնալով սաստկանալու են, ուժեղանալու են, որովհետև գիտեք, որ ծանր մոլորակ Սատուրնը սեպտեմբերի 1-ին, իսկ Նեպտունը հոկտեմբերի 24-ին մուտք գործեցին կրկին ձկներ, վերադարձան ձկներ, ձկները քաոսի, անորոշության, ուրեմն աստղակերպ, այսինքն կանխատեսումն այն էր, որ շատանալու է, ավելանալու է եւ սաստկանալու է քաոսը մարդկային կյանքի բոլոր բնագավառներում, թե անհատական ոլորտում եւ թե հասարակական ոլորտում այդ քաոսը հստակորեն դրսեւորվեց, այդ բռնաճնշումների, ասպատակությունների, չգիտեմ, տարբեր տեսակի անհետ ինչ որ մեղադրանքների ձևով եկեղեցու դեմ արշավի շարունակությունը, որ ըստ էության հենց Նեպտունը կրկին վերադարձավ ձկներ հոկտեմբերի վերջից, կրկին սկսվեց այդ հետապնդումը եկեղեցու դեմ, ազատ խոսքի դեմ, որը որ փաստացի այդ բոլոր կանխատեսումները 100%-ով իրականացան եւ դա ըստ էության շարունակվելու է, քանի դեռ Նեպտունը գտնվում է 29 աստիճան ձկներում, այսինքն դա սատկաձկան աստիճան է, երբ քաոսը հասնում էր գագաթնակետին, այսինքն քաոսը թե ռազմաքաղաքական ոլորտում, թե դիվանագիտական ոլորտում, թե իրավաբանական ոլորտում, ըստ էության Հայաստանի Հանրապետությունում դա հասել է իր պիկին, դրսևորման ամենավառ դրվագներով, իհարկե մենք այդ ամենը տեսնում ենք եւ մինչեւ հունվարի 26 թվականի Նեպտունը ըստ էության այդ անորոշության, իլյուզիաների, խաբկանքների մոլորակը իմիջիայլոց նաեւ մեծ այսպես բացահայտվեցին նաեւ այդ կեղծ զանգերի կենտրոնը բացահայտվեց, որոնք հափշտակել էին մարդկանցից սուտ ինչ որ խոստումներով հափշտակել էին 100,000-ավոր դոլարներ պարզ քաղաքացիներից, դա նույնպես ջրի երես դուրս եկավ վերջերս եւ դա այդ ամենը իհարկե Նեպտունի դրսեւորումն է ֆինանսական ոլորտում 100,000-ավոր մարդիկ խաբնվել են, մեծ գումարներ են ներդրել եւ կորցրել են իրենց ընդհանրապես ունեցվածքը այդ խաբեբաների պատճառով Նեպտունը նաեւ խաբեության, մանիպուլյացիայի մոլորակ է եւ այդ ամենը շարունակվելու է մինչեւ հոկտեմբեր, մինչեւ 26 թվականի հունվարի 26-ը, երբ Նեպտունը կրկին կվերադառնա խոյ կենդանակերպ։ Իհարկե նաեւ պետք է ասել այդ բոլոր դատական պրոցեսները, քաղբանտարկյալների թվի աճը, մեկ շատանում են այդ քաղբանտարկյալները, որոշներին բաց են թողնում, այս վերջերս իհարկե դրական զարգացումներ տեղ ունեցան Լիդիա Մանթաշյանի, Սրբազան շարժման ակտիվ մասնակից Լիդիա Մանթաշյանի գործով նա ազատ արձակվեց ըստ էության, բայց իհարկե ուրախալի է, բայց ուրախանալ շատ պետք չէ, որովհետև ուղղակի ֆիզիկապես Հայաստանի բանտերը արդեն չեն տեղավորում իրենց մեջ այդ բոլոր բանտարկյալներին, քաղբանտարկյալներին, բայց իսկ պատճառով իշխանությունները ստիպված են որոշ մարդկանց ազատ արձակել, որպեսզի դրանց տեղը այլ բերման ենթարկեն այլ մարդկանց, այսինքն շատ ուրախանալ պետք չէ, որովհետև հնարավոր է, որ այս սրբազան շարժման հետ կապված որոշ քաղաքացիների ազատմանը հաջորդի նոր ասպատակություններ եւ նոր կալանավորումներ։ Սա դեկտեմբերին իհարկե գնալով սաստկանալու է, որովհետեւ նրանք օգտագործում են այս ժամանակահատվածը, այս այսպես սատանայադավան իշխանությունները, որպեսզի նախ եւ առաջ լուծեն հայ առաքելական եկեղեցու հարցը, առաքելական եկեղեցու խնդիրը, որը չկարողացավ լուծել Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի վերջին էր պլանավորված, ուրեմն այդ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարցը լուծել, այսպես ասած, նրա կողմից, բայց դա տեղի չունեցավ, բայց այնուամենայնիվ դրա փոխարեն սպանվեց Փարաքարի թաղապետը,
Եվ այսպես ասած հետաձգվեց Էջմիածնի ասպատակությունը, բայց այժմ արդեն գիտեք որ չգիտեմ ինչպես դրանց անվանեն բարձրաստիճան հոգևորականներ, թե սատանայի ծառաներ, նրանք եկան եւ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ եւ ստորագրեցին այդ թուղթը, պահանջը, որ ըստ էության հեռացվի Գարեգին Բ-ն իմաստ այդ թղթի դա էր եւ այդ այսպես կոչված հոգեվորականների հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը, որը որ արդեն հստակեցվում է եւ բարձ է դառնում, որ նա թեւ է առել Նիկոլ Փաշինյանը թափ է առել այդ ասպատակությունների նրա ծրագիրը հատկապես վաղաշաբաթի քաղաքապետի ընտրություններից հետո եւ այժմ արդեն այսպես ասած վերջին արարն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասնատման եւ ըստ էության տապալման, ասպատակման այդ բոլոր թաթերական գործողությունները նրանք պլանավորել են ամենայն հավանականությամբ դեկտեմբերին եւ կամ թե մինչեւ հունվարի 26-ը, այսինքն 26 թվականի հունվարի 26, երբ Նեպտունը կրկին կվերադառնա խոյ կենդանի կերպ։ Քանի դեռ Նեպտունը ձկներում է, նրանք ծրագրում են դա իրագործել։ Ամբողջ իհարկե հաշվարկվում է, իրենց ներկայացվում է, երբ ինչ կարելի է անել։ Սա արդեն ակնհայտ է, բազմից անդրադարձել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունի այդպիսի կենտրոններ, ինստիտուտներ, որտեղ աշխատում են ոչ միայն քաղաքական վերլուծաբաններ, չգիտեմ, շատ պատմության մասնագետեր, այլ նաև էքստրասենսեր, աստղաբաններ, մոգեր, որոնք որ բոլոր այդ գլոբալիստական նպատակների իրականացման հստակ փուլերը մշակում են եւ ներկայացնում են ակտորներին, այսինքն նրանց, ովքեր պետք է իրականացնի այդ ամենը, իսկ հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը եւ վերացումը կամ գոնե թուլացումը դա այդ գլոբալիստական կենտրոնների ամենաբաղձալի նպատակներից եւ երազանքներից մեկն է եւ այդ իսկ պատճառով նրանք կապում են այդ ամենը մոլորակային դիրքերի հետ, հենց այնպես չեն գործում եւ Նիկոլ Փաշինյանը իբրև շատ հլու հնազանդ ծառա, նրանց գործակալ, իհարկե այդ ամենը լծված է այդ ամենը իրականացնելու գործին։ Ըստ էության դեկտեմբերին սիրելի բարեկամներ մենք ունենալու ենք այս բոլոր բացասական եւ շատ տագնապալից երևույթների շարունակական զարգացումը։ Եվ հատկապես դեկտեմբերի 15-ից հետո, երբ Մարս մոլորակը ռազմի մորակ Մարսը մոտ կգործի այդ եղջյուր, իհարկե այդ բոլոր բռնաճնշումները, այդ բոլոր այսպես բռնությունները, բռնակալական կարգի բոլոր նողկալի դրսևորումները կհասնեն իրենց գագաթնակետին, քանի որ Մարս մորակը մոտ կգործի այդ եղջյուր եւ այնտեղ կմնա մինչեւ հունվարի 23, այսինքն մինչեւ հունվարի վերջ այդ զարգացումները դեռ շարունակական տեղի են ունենալու, այսպես է ցույց տալիս աստղաբանությունը։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերին, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքի, նաև իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, հետեւեք ինձ Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք հաջողություն, կհանդիպենք, ցտեսություն։